Նորից եկավ գարունը, մեր սրտերը լցվեց տաք ֆուտբոլային շնչով, շուտով էլի կտեսնենք մեր սիրելի հավաքականին։ Զգում եք, չէ, ինչքան ենք բոլորը սիրում մեր հավաքականին, նույնքան անհասկանալի, նույնքան բարդ սիրով, ինչքան են մյուս, են իսկական սերն է, ու էսա էլի սկսվելու են այդ տառապալից, բայց վայելելու վայրկյանները։ Մեր թիմը էլի խաղալու է ու էլի խաղալու է մեր էմոցիաների հետ։ Բայց այս տարի, այս անգամ ես հույս ունեմ ու նույնիսկ պահանջում եմ, որ ուրիշ ձև լինի։ Մեր հավաքականը այս տարի դառնում է 32 տարեկան։ Հասունանալու ժամանակն է։ Բաժանորդագրվեք իմ ալիքին ու ավելի մանրամասն կպատմեմ, թե ինչ նկատի ունեմ։ Համ էլ կխոսենք առաջիկա 2 խաղերի մասին։ Զգացել եք, չէ՞, ինչպես ենք ամեն մեկս մի յուրահատուկ ձևի սիրահարված մեր հավաքականին։ Յուրաքանչյուրիս մտքում կամ սրտում իրեն ինչ-որ կերպար ենք տվել ու մաքուրով սիրում ենք։ Ու գիտեք ինչու, որովհետև մեր հավաքականը հենց մեր հայերիս հավաքական պատկերն է ամփոփում։ Դժվար 90-ականներ, որոնք մի կերպ հաղթահարեցինք, բայց չթողեցինք, որ մեր դուխը կոտրվի։ Հետո արդեն 2010-ականներից սկսած կրակոտ, համարձակ եւ ուրախ ջահելություն, երբ չէինք ճանաչում ոչ մի հեղինակություն, դնում ու հաղթում էինք Չեխիաներին, Դանիաներին եւ Սլովակիաներին, ցանկացածին ում վրա ուժերս պատում էր։ Բայց միևնույն ժամանակ հայերիս նման անհեռատես պահվածք ու հետագա պլանների իսպառ բացակայություն։ Այո, ուրախ էինք ապրում, առանց վաղվա օրվա մասին որևէ պլանի ու մտքի։ Դե ոնց կլինի էլի։ Մեր հավաքականի կյանքի ճանապարհը հայերիս ճնշող մեծամասնության անցած ուղին է։ Համարյա բոլորինս, բացի Հենոյից։ Դրա համար էլ մեր թիմին այդքան սիրում ենք։ Ինքը մեզնից մեկն է, մեր աղբերը։ Դե հիմա էլ արդեն հասկանում ենք, որ ջահել տարիները անցան, իսկ մենք տենց էլ դեռ ոչնչի չենք հասել։ Տխուր է, չէ, բոլորը գնացին եվրո, իսկ մենք չէ։ Դրա համար եմ ասում, ժամանակն է խելքներս, գլուխներս հավաքելու ու հասկանալու, ինչ ենք անում։ Ու դրա համար ունենք 1 տարի ժամանակ։ Այս 2024-ը կարելի է ամբողջությամբ հենց դրան էլ տրամադրել, որովհետև ընտրական մրցաշար չկա, միայն ընկերական խաղեր են ու ազգերի լիգա։ Կարելի է մի հատ բոլոր հարցերը տեղը գցել ու անցնել լուրջ քայլերի։ Ինչ է պետք դրա համար։ Մեր հավաքականը պետք է վերջապես դառնա հասուն մարդ, հասուն թիմ։ Սկսի գործել ավելի մտածված, հաշվարկված ու կարողանա լուծել կոնկրետ խնդիրներ։ Սա մի հատկանիշ է, որ այս 32 տարիներին մենք երբեք տենց էլ չենք ունեցել։ Հա մենք առանձին լավ խաղեր ունեցել ենք, առանձին կռիվներում ծեծել ենք, կերել, ծեծելել ենք։ Ամեն ինչն էլ, ինչպես ասում են, տղու համար է։ Բայց կոնկրետ հարց լուծել երբեք չենք կարողացել։ Մալթա, Ջիբրալթար, Լիխտենշտեյն, Իտուրալ դե Գոնսալես, ամեն մի թեթև խոչընդոտ բավարար է եղել, որ մեզ մեր ճանապարհից դուրս գցի։ Մենք պետք է դա սովորենք, հասնել կոնկրետ արդյունքի։ Ու դրա համար այս տարի ոչ միայն պատրաստվելու ու փորձարկելու լիքը ժամանակ կա, այլ նաև կարծես հենց այդ նպատակի համար ստեղծված մրցաշար՝ ազգերի լիգա։ Ու երևի արդեն գիտեք, այս ազգերի լիգան նախորդներից տարբերվում է նրանով, որ նույնիսկ C լիգայում կարող ես կոնկրետ խնդիր լուծելով մտնել աշխարհի 2026 թվականի առաջնության ուղեգրերի համար պայքարի մեջ։ Դրա համար պետք է հաղթել ազգերի լիգայի մեր խումբը ու դա անել միավորների հնարավորինս բարձր քանակով։ Չեմ ասում, Մակեդոնիայից կամ Լատվիայից վրեժ լուծել։ Այդ ջահելական էմոցիոնալ բաները պետք է դնենք մի կողմ։ Ստեղ կա կոնկրետ խնդիր։ Առաջին տեղ մաքսիմալ միավորներով։ Այդ մոտավորապես երևի 13 պլյուս միավորն է։ Այն, որ Ալեքսանդր Պետրակովի այդ նախորդ տարվանից սկսած որոշ լավ հիմքեր են դրվել, այդ մասին հասցրել ենք խոսել մեր նախորդ վիդեոներում։ Բայց եւ տեսել ենք խնդիրները, որոնց պետք է արձագանքել եւ լուծումներ գտնել։ Իմ կարծիքով, այդ խնդիրներից ամենակարևորը խաղային բազմազանություն ստեղծելն է։ Եվ այսպես, մարտի 22-ին Հայաստան-Կոսովո եւ մարտի 26-ին Չեխիա-Հայաստան։ Ինչ, բայց ընկերականների համար լավ մրցակիցներ ընտրել մեր ֆեդերացիան կարծես թե սովորել է։ Երկու խաղն էլ համ շատ հետաքրքիր կլինի երկրպագուի, համ էլ մասնագիտական աչքով նայելու համար։ Կոսովոն մոտավորապես մեր ուժերի տեր, բայց ինչ որտեղ այն իմ ասած ջահելական արյունով թիմ է, իրենց դեմ հատկապես հետաքրքիր կլինի տեսնել մեր թիմը հասունացման նշաններ ցույց կտա, թե ոչ։ Դե իսկ Չեխիայի հետ ժամանակին հանդիպել ենք։ Եվրոյին մասնակցող թիմ է, բայց ոչ անհաղթահարելի։ Այն թիմերից, որոնց պետք է կարողանանք հաղթել։
հետագայում եվրոների երազներ ունենալու համար։ Բայց որ ավելի կարևոր է, վերջապես Պետրակովը կունենա մի ամբողջ մարզական հավաք, որը նա կկարողանա օգտագործել բացառապես հետազոտափորձարարական նպատակներով։ Չնայած այս մարդը արդեն հասկացել ենք փորձարկումների առանձնապես սիրահար չէ ու իր հրավիրած կազմից էլ է դա երևում։ Ընդամենը 4 նորեկ, որոնց մեծ մասին էլ եթե անկեղծ հրավիրել է զուտ ստիպված։ Հովհաննես Համբարձումյանին ստիպված հրավիրեց Արտակ Դաշյանի փոխարեն, Համբարձումյանն էլ պարզվեց վնասվածք ունի։ Հիմա էլ ավելի ստիպված հրավիրեց Դավիթ Դավիթյանին, որը հիմա հեչ լավ մարզավիճակում չէ, իսկ երբ լավ մարզավիճակում էր, չէր հրավիրում։ Էդգար Գրիգորյանին էլ հարկադրաբար հրավիրեց Նաիր Տիկնիզյանի փոխարեն, ու միայն Նարեկ Գրիգորյանին ու Սերգեյ Մուրադյանին է, որ հենց իսկապես որոշել է փորձարկել։ Պետրակովը չի սիրում փորձարկել, բայց չի անում դա իր կամքով, կանի ստիպված։ Եթե հիշում եք, նախորդ տարի նրա ընտրած կազմերը հատկապես պաշտոնական խաղերին կրել են նվազագույն փոփոխություններ։ Այսպես 7 ֆուտբոլիստ Օգնեն Չանչարևիչը, Վարազդատ Հարոյանը, Գեորգի Հարությունյանը, Նաիր Տիկնիզյանը, Էդվարդ Սպերցյանը, Ուգուչուկվու Իվուն եւ Լուկա Զելարայանը եղել են մեկնարկային կազմերում բոլոր այն պաշտոնական խաղերում, որոնցում հասանելի են եղել։ Այսինքն ռոտացիա եղել է ընդամենը 4 դիրքում, ու այստեղ էլ ինչ որ էական ռոտացիայի մասին չէ խոսքը։ 8 խաղում ընտրելով մեկնարկային կազմ, Պետրակովն ընդամենը 19 ֆուտբոլիստի է օգտագործել, ընդ որում նրանցից շատերը միայն 1 խաղում են եղել մեկնարկում։ Բեգլարյան, Սևիկյան, Ոսկանյան եւ Հովհաննես Հարությունյան, հիմնականում էլի հարկադրված։ Ստացվում է Պետրակովը մեր հավաքականում մի ամբողջ տարի մեծ հաշվով հույսը դրել է հիմնականում 15 ֆուտբոլիստի վրա։ Հիմնական ռոտացիան էլ հասկանալիորեն տեղի ունեցել աջ վինգերի դիրքում, որտեղ ընտրելու բան կա, եւ պաշտպանության կենտրոնում, որտեղ ընտրելու առանձնապես բան չկա, բայց դե ստիպված է եղել դա անել։ Այստեղ միակ կայուն ֆուտբոլիստը, որ համել չի որակազրկվում, Գեորգի Հարությունյանն է եղել։ Այո, Պետրակովը շատ ժլատ է շանս տալու հարցում։ Ու մի բան էլ ինքն է կարծես նեղացնում մեր առանց այդ էլ նեղընտրությունը։ Մի կողմից նա կարող է ասել, որ ընտրելու շատ տարբերակներ չունի, ճիշտ է, բայց մյուս կողմից նա ինքը հաճախ փոխում է իր մոտեցումը, թեկուզ ստիպված այդ շանսը տալուց հետո։ Օրինակ նա Օգնեն Չանչարևիչի տարբերակին էր սկզբում չէր հավատում, բայց հետո Սերբը դարձավ մեր անփոխարինելի դարպասապահը։ Հովհաննես Հարությունյանին երկար ժամանակ չէր հավատում, բայց Խորվաթիայի դեմ խաղում շանս տալուց հետո հիմա նորից հրավիրել է։ Ու այս անգամ հրավիրել է նաև Նարեկ Գրիգորյանին, որից նախկինում շատ հստակ դժգոհություններ ուներ։ Տեսնենք։ Սարգիս Ադամյանին չհրավիրելու մասին արդեն բոլորը խոսեցին։ Ես նույն բաները չեմ կրկնի։ Մանավանդ որ չնայած Բունդեսլիգայում խփած գնդակին, նրա թիմում լինելուց կամ չլինելուց այսքան տարի հավաքականում առանձնապես բան չի փոխվել։ Ինձ ուղղակի դուրս չի գալիս այն, որ Պետրակովը արդեն որերորդ խաղացողին է ճանապարհում։ Ինքը ընդհանրապես չի էլ փորձում լուծել խնդիրները, ուղղակի ձեռքերը լվանում է անցնում առաջ։ Իր կարծիքով դա միգուցե միայն ֆուտբոլիստի խնդիրն է, ոչ թե իր խնդիրը, բայց մեծ հաշվով դա բոլորիս խնդիրն է, ու այս մոտեցումով չեն կարող անդադար առաջ շարժվել։ Ինչ որ կետից պետք է ասել ստոպ, Վասիլիչ։ Եվ մոտավորապես նույն ժլատությունն էլ ուկրաինացի մասնագետը դրսևորում է տակտիկական տեսանկյունից։ Հասկանալի է, սա ակումբ չէ, այստեղ ամեն խաղի նոր սխեմայով չես խաղա, բայց պետք է պատրաստ լինել մի քանի ստանդարտ խաղային իրավիճակների, որոնց մենք սովորաբար բախվելու ենք։ Դրանցից մեկը մեզնից ավելի ուժեղ հակառակորդներին դիմագրավելն ու այդ խաղերում մեր բաժինը վերցնելն է, ինչը քիչ թե շատ արդեն սովորել եմ։ Բայց նույն Լատվիայի դեմ խաղը ցույց տվեց, թե ինչքան բոբիկ ենք մենք ավելի թույլ, փակվող մրցակիցների դեմ։ Այս ամենի համար պետք է պլաններ մշակել։ Եվ նաև հաշվի առնելով, թե Պետրակովի գլխավորությամբ մեր թիմի խաղն ինչքան է կախված առանձին կատարողներից, մյուս անհարմար խաղային պատկերն է լինելու է այն ժամանակ, երբ ինչ-ինչ պատճառներով մեր առաջատարները բացակայեն։ Ով է անելու ստեղծագործ աշխատանքը, եթե Լուկա Զելարայանը մի օր չխաղա։ Ինչ է կատարվելու կիսապաշտպանությունում առանց Էդվարդ Սպերցյանի։ Եվ ինչով ենք փոխարինելու եզրերից եկող անընդհատ սրացումները, երբ բացակայեն Նաիր Տիկնիզյանն ու Արտակ Դաշյանը։ Այս մեկը արդեն կտեսնենք հենց առաջիկա խաղերում։ Նրանք երկուսն էլ վնասվածքի պատճառով բացակայելու են, բայց հուսով եմ Պետրակովը կանրադառնա ոչ միայն այս, այլև վերոնշյալ մյուս բոլոր հարցերին։ Այո, առաջիկա խաղերին ինձ համար ցուցիչ է լինելու ոչ թե խաղերի հաշիվները, այլ կատարված փորձարկումների քանակն ու որակը։ Մասնավորապես ցանկալի կլիներ տեսնել օրինակ նոր սխեմա 4 պաշտպանով, ինչը անելու լավ առիթ է նաև այն, որ մնացել ենք առանց լատերալների։ Կարելի է երկու մաքուր վինգեր խաղացնել առանց կենտրոնում Սպերցյանին կորցնելու։ Մեկ խաղ էլ կարող ենք փորձել առանց Լուկա Զելարայանի, Սպերցյանի առավել ագրեսիվ դերով, որ հասկանանք, ինչ որ
որ թաքնված պոտենցիալ այստեղ կա թե ոչ։ Ու եւս մեկ խաղ էլ ես կուզենայի տեսնել Հովհաննես Հարությունյանին դաշտի կենտրոնում, ով հիմա շատ լավ մարզավիճակում է։ Չնայած այն, որ ասում էի Սպերցյանին ավելի բարձր դիրքով, այդ դեպքում էլ ուրիշ տարբերակ չկա։ Ստիպված պետք է Հովոյին խաղացնի։ Այս դիրքում Պետրակովը համառորեն հրաժարվում է այլ տարբերակներ դիտարկել։ Դե ոչինչ, մի օր դա էլ ստիպված կլինի, կանի։ Կարող է թվալ շատ դժգոհ Պետրակովից, բայց այդպես չէ։ Մյուս ակնկալիքս էլ այն է, որ նախորդ տարի ցույց տրված ուժեղ կողմերը մեր թիմը կորցրած չլինի, իսկ դրանում Պետրակովի դերն առանցքային է։ Դառը պարտությունների էջը փակել ենք։ Հիմա աճելու, զարգանալու ու կոնկրետ հարցեր լուծելու ժամանակն է։ Դե վերջը արդեն 30-ն անց ենք։ Գրեք մեկնաբանություններում, թե ինչ արդյունք եք սպասում մեր թիմից առաջիկա 2 խաղերին ու չմոռանաք բաժանորդագրվել իմ ալիքին։ Այսօր այսքանը, կհանդիպենք։